Սիրելի հետևորդներս, բարևներ, ռիմատատիկոց խոհանոցից, ջերմ բարևներ Երևանից, ուրեմն եկել ենք Երևան, լավ տեղին, հեքիաթային Երևանը վայելել, լավ հաճելի պահեր անցկացրել, քայլել, վայելել լուսավոր Երևանը և մեր հանգիստը տեղին վայելել, որից հետո առավոտից արթնացել ենք, ինչ են անում մեր հայուհիները, շնորհալիները, նամանավանդ այս ամանորյա տոն օրերին, իհարկե, բոլորս էլ խոհանոցում, այսենց եռուզեռի մեջ ենք, ես էլ գիտեք, սիրում եմ գնամ, օգնեմ, թխեմ, սովորեմ, մի տեղել ու ինձ էլ ավելի լավ զգամ։ Հիմա ասեմ ձեզ շատ սիրուն է մեր Հայաստանի սիրտը, մեր լուսավոր Երևանը, այնպես որ աննկարագրելի հեքիաթային պահեր ենք ապրել Ալեքսի հետ, կարող եք նայել Անահիտ Ալեքս էջում, գիտեք, այնտեղ տեղադրում եմ նմանատիպ հոլովակներ, իսկ ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, սիրելի հետևորդներս, բայց այս անգամ խոհանոցը իմը չի, կարևորը ջերմ է, տաք է, հաճելի է ու գործերով լի է, որից մի փոքր էլ ես եմ ուզում թեթևություն տամ տիրուհիներին։ Ինչ ենք անում, այսքան ձուն կոտրում եմ ու կոտրում, սպիտակուցնու, դեղնուցնեմ առանձնացնում, որ պատրաստ ենք մեր հայկական, ավանդական համով հոտով գաթան, մանավանդ մի տան, որ մեծ տատիկան, մեկ հին թվերի, որ ասում էին մեծ մամ է, հմի ռիմատատը շուտով կբոլորի իր 90 ամյակը, ուրեմն ավանդական գաթա ենք թխում, մածունով, որ ես ինչ էլ կինգ, սկզբի համար, ուրեմն տեսնում եք, որ տեղ թթվասերը մեր մոտ քիչ են, մի հատ էլ նորն ունենք, բայց այս քչի վրա մի թեյ գթալի չափով սոդան ավելացրեցի, լավ արեցի, իրան այսպես խառնում ենք, մինչև ինքը կաշխատի, ես նախորոք մաղել եմ ալյուրը, հստակ բաղադրատոմս ալյուրի քանակ չկա, սիրելի հետևորդներ ջան, որովհետև կաթնամթերքի խտություն կա, միշտ ասել եմ, չէ, ձվի մեծություն և կարակ, մենք պատրաստում ենք պորցիա ու կես, 1.5 չափաբաժին, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ավելացրեցի, սա այն խմորն է, որտեղ որ, մի րոպե հեռախոսս տեղափոխեմ, որ ավելի դաշտը տեսանելի լինի, որտեղ որ շաքարավազ չի պահանջում, իրան այսպես ալյուրի հետ, հավասար, այ մեր տատիները ոնց են չէ արել, ես օրինակ լավ հիշում եմ, ոնց էր իմ տատին, դանակի սիրուն կտկտոցով, կարաքը մանրացնում, բայց որպեսզի արագ ստացվի, եկեք սենց անենք, սիրելի հետևորդներ ջան,
արագ լինի շուտ, որ շատ ժամանակ չվերցնեմ ոչ ձեզնից, ոչ էլ ինձնից։ Հիմա այս չխառնվելուց չվախենակ, որովհետև ամեն ինչ նորմալ է։ Այսպես, տեսեք ուր հասավ թթվասերը, թթվասերն եմ ավելացնում, չեմ շտապում, այսպես թողեցինք, դիտավորյալ կադրը չեմ անջատում, սիրելի հետևորդներ ջան, որ տեսնեք ինչքան եմ անում, այստեղ 2 գթալ ավելացրեցի և կես կիլանոցով էլ եկեք մածունն ավելացնենք, հերիքա կես կիլանոցը, համ պատրաստենք, համ էլ տնեցիների սրտով պատրաստենք, սիրելի հետևորդներ ջան։ Աշխատում ենք ձեռքերով, ձեռքի համն ու հոտը, ասեք, որ ուրիշ է, 6 դեղնուց եմ ավելացրել, այս պարագայում ուզում եմ աշխատեմ մի ձեռքով, քանի որ մածունել ունենք ավելացնելու, միջայք թալը հերիք չի, այստեղ ինձ հուշում են, որ մի քիչ էլ ավելացնենք, մի թեյի գթալի չափով, և նորից ավելացնում, ու արդեն իսկ հավաքում ենք։ Սա այն խմորն է, որ շատ երկարատև հունցելը չի սիրում, գիտեք, գաթան նաև այն խմորեղենն է, որից երբեք ոչ մի անգամ ասեք, որ չենք հոգնում, միշտ էլ սիրողու հաճույքով ենք, չէ, պատրաստում, իրան հնանալ չկա։ Այս բաղադրատոմսով ալան հաճախակի է թխում, լավն է, փորձեք, վստահ եմ կհավանեք, քանի որ արտակարգ բաղադրատոմսը, սիրելի հետևորդներս, հիմա կողքերը հավաքում ենք,
ու մեծ սիրով ու ջերմությունով սկսում հունցել։ Այսպես խնդրեմ հաճույքով ու մեծ սիրով, քանի որ ցանկացած աշխատանքի մեջ սիրո ներդրումը իմ համար մեկ գրավականն է։ Այսպես արդեն իսկ ալյուրը ձեռքերիցս արագորեն թափվում է, քանի որ խմորով հավաքվում է, այսպես յուրահատուկ այսպես ալյուրի հարցում չենք շտապում, որ շատ պինդ չլինի, փոքրիկ ու հավեսով խմոր լինի։ Իհարկե չեմ մոռանում տարածքս մաքրեմ, ու արդեն հունցում եմ վերջնական, թողելու եմ 15 րոպե, հենց այսպես։ Ստացվեց ընտիր խմոր, կադրը չանջատեցի, որ ողջ ընթացքը տեսնեք։ Այսպես ձեռքերին չկպչող խմորա, տեսեք, սպասենք հանգստանա։ Սիրելի հետևորդներ ջան, 15 րոպեն անցել է, խմորն ունի այսպիսի տեսք։ Բաժանելու ենք 6 մասի։ Փորձեմ հավասարաչափ բաժանեմ, ալյուր, նորից ալյուր, սա սենց, սա էլ սենց, ու այսա կհասկանամ, որտեղ շատ ու քիչ եղավ, այսենց հավեսով գնդում ենք, գնդել է այն ձևն է, որ հստակ ձև չունի, որ մեկն ասի ես սենց եմ գնդում, մյուսն էլ նենց, ով ոնց գիտի, ամեն անգամ ես տարբեր ձևով կարամ գնդեմ, այս անգամ սենց, մյուս անգամ մի ուրիշ ձևով, դա կարևոր չի, կարևորը գործի արդյունքն է։ Հիմա ինչ ենք անում, սիրելի հետևորդներ ջան, այսպես հաճույքով, հավեսով, մի ընթացքը ցույց եմ տալիս, այս մեկը նույնիսկ արդեն չգնդեցի, մնացածը իհարկե առանց ցեզ եմ անում, որ ժամանակը խնայենք։ Տեսեք, ինչքան փափուկ, հավեսին ու լավ խմորը, արդեն իսկ պղպջակներով ինքը հուսադրողը, որ խմորը լավն է լինելու, այլ կերպ չի էլ կարա լինի։ Բացեցի, շատ սենց մանրակրկիտ ձևով
երկար բարակ չենք բացում, որովհետև այս պահին մենք այս խմորը չենք թխելու, ընթացքն եմ ցույց տալու, քանի անգամ ես թխել եմ, տեսել եք, այնպես չի որ այ բլինչիկի շերտերը ոնց եք վստահ պատրաստում, նույնը սա պատրաստեք, չստացվելու տարբերակ չունի, դուք եթե ուզում եք կարակ քսեք, մենք տնական հալած յուղ ենք քսում, ամեն տուն իր դրվածքն ունի, իր ձևն ունի, այս տան դրվածքը, այս տան տատին, այդպես է որոշել, իրանք արդար, տնական, բնական, այդ բաղադրիչներից են օգտվում, ամեն ինչի տնականն ու բնականը, սա մի քիչ առաջ ենք բերում, ու փաթաթում եմ, թողելու եմ սիրելի հետևորդներս 15 րոպե, եթե շատ հալված լինի, կարող եք սաղնանում դնել, բայց փաթաթելուց հետո տեսակ եզրերը, որը որ կասկածում եք, այսենց փակեք իմ նման, հիմա անցնենք հաջորդին, ու նույն ձևով մնացածներն ենք բացում, կհանդիպենք 15 րոպե անց, ահա սիրելի հետևորդներ ջան, 15 րոպեն անցել է, սկսում եմ նորից բացել, գունդը ունի այս ձևի տեսք, եթե տաք տեղ ենք դնում, մի փոքր դժվարությունով եք բացում, իսկ եթե ոչ, իմ նման սկուտեղի վրա դրեք, ուղարկեք սառնարան, հնարավոր է կողքից, այս հենց փոքրին ջյուղը ծորա, իսկ կարագի դեպքում պարզավոր չի ծորա, սիրելի հետևորդներ ջան, հիմա ինչ ենք անում, նույն ձևի բացում եմ ու արդեն, չգիտեմ, տեսախցիկը ֆիքսում է, մորի պղպջակները թե ոչ, բայց պարզ երևում է, սկսում ենք երկրորդ փուլը, այսպես ասած, իրանք ուղղակի մի քիչ յուղոտ են սիրում, այստեղ մի քիչ շատ կտեսնեք, դուք կարող եք բարակ, թեթև, կարագի շերտ կամ յուղի շերտ, մարգարինը խորհուրդ չեմ տա, ես վաղուց հանել եմ իմ խոհանոցից մարգարինը, օգտվում եմ միմիայն կարագից, ինչ ենք անում, այսպես, յուղ ենք լցնում ու ծածկում, ալյուրի շերտից չվախենաք, որովհետև յուղը օգնում է, որ ինքը այսպես հավաքի, սա էլ սենց ու հավաքում եմ, հիմա վստահ գիտեմ, սա չի ծորալու, երկրորդից հետո, եթե ուզում եք, որ թխեք, գոնե մի ժամ պիտի սպասեք, իսկ եթե ոչ, դե առջևում տոներն են, ես սիրելի հետևորդներ ջան, այս խմորը պատրաստեցի նրա համար, որ իրանք ուղարկեն սառցախցիկ, չէ, սառցախցիկում ես պահում, տոներին ընթառաջ, մարդը կբացի, խորիզը կպատրաստի, էդ եք նավեսում, հաջորդ գալուց էլ լավ ուրեմն խորիզն էլ կանենք, ու կթխենք, իսկ ես ձեզ ասում եմ ստեսություն, ոնց սիրում եմ ասել, լավ եղեք, առողջ ու երջանիկ եղեք, բաղադրատոմսը ցանկացած տեսանյութի ներքևում գրառումների բաժնում ա լինում, կգրեմ, զակրիպից կանեմ, վստահ եմ ասում, պատրաստեք, չեք փոշմանի, քանի որ են հին, ավանդական, համով, հոտով, գաթայի բաղադրատոմսն է,
Դե ինչ, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, կհանդիպենք երևի թե արդեն իմ տանը։